Շնորհակալություն, հանձնաժողովի հարգելի նախագահ, հանձնաժողովի հարգելի անդամներ, ներկաներ, համաձայն Սահմանադրության 196-րդ հոդվածի հանձնաժողովը մարտի վերջ ներկայացրեց տարեկան հաղորդում ազգային ժողով։ Ես այն որպես հանձնաժողովի նախագահ ներկայացնում եմ արդեն 7-րդ անգամ եւ գտնում եմ, որ սա այս ներկայացումը շատ լավ առիթ է մեկ անգամ եւս հնչեցնել այն խնդիրների մասին, որոնք առկա են եւ որոնք մեր կարծիքով արժանի են ձեր ուշադրությանը, ինչպես նաեւ հանրության։ Եվ այդ պատճառով հաշվի առնելով նաեւ ժամանակի սղությունը, կանգ չեմ առնի տարբեր տեղեկատվության, գծապատկերների, վերլուծության դուք կարող եք ծանոթանալ այս մեր տարեկան հաղորդման մեջ բոլոր այդ տվյալները կան եւ ավելի շատ կխոսեմ այն խնդիրների մասին, որոնք առկա են այսօր տեսահոլովակական մեդիայի առջև եւ որոնք իմ կարծիքով արդեն մեր կարծիքով հանձնաժողովի շուտապույտ լուծում են պահանջում։ Մենք 2001, 2002, 2003 թվականների ամփոփող հաղորդումներում նշել ենք դրանց մի մասը եւ վերահաստատելով մեր մոտեցումները ցանկանում եմ շատ կարճ խոսել այն խնդիրների մասին, որոնք կան եւ որոնք օրենսդրական փոփոխություններ պետք է ենթարկվեն։ Առաջինը եւ ամենակարևորը մենք շատ ենք խոսացել դրա մասին եւ դուք գիտեք այդ խնդիրը, կիսում եք այդ մտահոգությունները, դա կարգավորման շրջանակների ընդլայնումն է եւ կանոնակարգերի ներդաշնակությունը։ Մենք նկատի ունենք ավանդական մեդիան, որը այսօր կարգավորվում է այս կամ այն չափով, դա հանրային մուլտիպլեքսում լիցենզավորված կազմակերպություններն են, դա հեղինակազորված տեսահոլովակական ծառայություններ մատուցողներն են եւ դա ցանցային օպերատորներն են։ Թվով մոտ 130 իրավաբանական անձ եւ որոնք այսօր արդեն նրանք չեն կազմում տեսահոլովակական մեդիայի մեծամասնությունը։ Եվ բոլոր չափումների համաձայն եւ աշխարհում եւ Հայաստանում հասարակությունը, բնակչությունը, քաղաքացիները տեղեկատվության մեծ մասը ստանում են համացանցի միջոցով։ Համացանցում գործում են տասնյակ այսպես կոչված TV-like հեռարձակողներ, հեռուստանման, որոնք կարգավորումից դուրս են եւ այն վտանգները, որը մենք այսօր ունենք, սպառնալիքները կապված եւ տեղեկատվական անվտանգության հետ, եւ լեզվական, եւ երեխաների վրա ազդեցության մտավոր եւ հոգեկան առողջության, եւ ապատեղեկատվության, եւ ճշտամանքի խոսքի դուք շատ լավ գիտեք, առաջին հերթին գեներացումը համացանցում։ Ամբողջ աշխարհում այս խնդիրը արդեն սկսել է լուծվել, մեր մոտ նույնպես դա պետք է անել։ Մենք մոտորապես հաշվարկեցինք ինչքան այդպիսի հարթակներ ունենք համացանցում, ըստ աշխարհում կամ Եվրոպայում ընդունված չափորոշիչների, դա խմբագրական քաղաքականությունն է, դա օրեկան ինչ որ քանակի հաղորդումներն են, օրինակ 6 ժամից ոչ պակաս, դա հաղորդացանկն է, դա հետևորդների թիվն է սոցիալական ցանցերում, Facebook-ում, YouTube-ում, եւ մենք ստացել ենք Հայաստանում մոտ 40 այդպիսի հեռուստանման հարթակներ, որոնք մեր կարծիքով պետք է պարտադիր կանոնակարգվեն։ Անպայման չի մշտադիտարկման միջոցով, բայց այն ամենակարևոր նորմերը, որ կան տեսահոլովակական մեդիայի համար եւ հատկապես 9-րդ հոդվածը պահպանող, որտեղ արգելվում է խտրականությունը, ապատեղեկատվությունը, բռնության եւ պատերազմների, կամ կոչը կամ հրահրումը, դրանք պետք է անպայման նորմ դառնան նաեւ համացանցում գործող տեսահոլովակական մեդիաների համար։